Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այս պահին ուղիղ միացմամբ Ageless Live-ն է, որը իրականացվում է Ageless ակումբի, այսպես ասած, տաղավարում։ Այսօրվա եթերը կվարեմ ես, մասնագիտությամբ մաշկաբան, իմ անունն է Սուսաննա, և քիչ անց կներկայացնեմ իմ հյուրին, սակայն մինչ դա կցանկանամ նշել, որ այսօր մենք խոսելու ենք շատ կարևոր, շատ արդի մեր օրերում, շատերին մտահոգող թեմայի շուրջ, խոսքս վերաբերվում է նյութափոխանակային համախտանիշին, շատ շատերին հայտնի որպես մետաբոլիկ սինդրոմ, ինչպես նաև կխոսենք ճարպակալման և շաքարային դիաբետի մասին։ Սիրով սպասում ենք ձեր բոլորի հարցերին, կարող եք օնլայն տարբերակով մեզ գրել, ինչպես նաև ինչ-ինչ պատճառներով, եթե չեք կարողանում օնլայն մեզ հետ կապնվել, կարող եք զանգահարել Ageless ակումբ 041 94 44 41 համարով և ձեր հարցը ուղղել մեր այսօրվա հյուրին։ Այսպիսով մեր այսօրվա հյուրն է սննդաբան, էնդոկրինոլոգ, արդեն շատերի կողմից ճանաչված և սիրված Հասմիկ Աբովյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ այսօր մեզ հյուրընկալելու համար։ Որպես նախաբան կցանկանամ խոսենք ինչ է իրենից ներկայացնում նյութափոխանակությունը, ինչ դեր է կատարում մեր օրգանիզմի համար, իր կարևոր հատկանիշների մասին և իհարկե որն է մետաբոլիկ սինդրոմը։ Ուրեմն նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար։ Ուզում եմ ասել, որ դուք շատ գեղեցիկ եք այսօր, դա շատ հաճելի է երևի բոլորին նայել, եւ ուզում եմ նաեւ ասել, որ մեր այս հաղորդումների նպատակը օգնել մարդկանց, որտեղ մարդիկ շատ հարցեր ունեն, գրում են մեզ բժիշկներից, դուք էլ գիտեք, ձեզ էլ են նույն բանը, չենք հասցնում շատ անգամ պատասխանել բոլորին եւ այսպես ամփոփենք այսօրվա խոսակցությամբ, որպեսզի շատերի համար հարմար լինի։ Եվ ինչ բան է նյութափոխանակությունը, եթե մենք սրա մեջ խորանանք, սա շատ բարդ բիոքիմիական երևույթ է, որ երևի թե բիոքիմիայի ամբիոնի մասնագետները կարող են բացատրել, ինչի ենք մենք սրա մասին խոսում, որտեղ շատ մարդիկ տարբեր ուրիշ բաներ են կոչում նյութափոխանակության խանգարումներ, հա, որպես գանգատ ասում են նյութափոխանակության խանգարում ունեմ, բայց իրականում նրանք դրա տակ պատկերացնում են գիրանալը, օրինակ, հա, կամ նրա տակ պատկերացնում են աղիների վատ աշխատանքը, հա, ասեմ, որ սա ամենևին դա չի, սա պարզապես շատ բարդ բան է եւ կապված է հիմնական նյութերի, որոնք մենք ստանում ենք կերակուրի հետ եւ որոնցից կազմվում է մեր մարմինը, մեր առողջությունը, դա սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը, միներալ նյութերը, ջուրը, հա, այս բոլորը որոշակի փոփոխության է ենթարկվում մեր օրգանիզմում, այս նյութերի փոփոխությունը, որը անցնում է բարդ այդ բիոքիմիական պրոցեսները եւ կոչվում է նյութափոխանակություն, սա շատ բարդ բան է եւ հետեւաբար ճիշտ օգտագործենք այս տերմինը։ Իսկ նյութափոխանակային համախտանիշը սա նյութափոխության շղթաների խանգարման համալիր է, որը տեղի է ունենում մարդու մոտ այն պատճառով, որ նախ ասեմ, որ մարդը գենետիկորեն ուրեմն ժառանգական մեխանիզմով, հա, կարծես թե ծրագրված է այդ բանին, եւ երկրորդը մեր սխալ ապրելակերպը, սխալ սննդային ռեժիմը, սխալ սննդակարգը, սխալ սնվելու սովորությունները եւ պասիվ կյանքը, այս ամբողջը բոլորը իրար հետ բերում է այդ նյութափոխանակային համախտանիշի կամ մետաբոլիկ համախտանիշի, որը պայմանավորված է անպայման ճարպակալմամբ, քաշի ավելացմամբ եւ արդեն հիմնական ուրեմն հենց այդ նույն նյութափոխանակային խանգարումներով, այսինքն ճարպային նյութափոխանակության խանգարում, ածխաջրատային նյութափոխանակության խանգարում, սպիտակուցային նյութափոխանակության խանգարում եւ սա բոլորն իրար հետ կարող է հանգեցնել շատ վտանգավոր հետևանքների, որոնք են սիրտանոթային համակարգի հիվանդությունները, ընդհուպ մինչև կատաստրոֆաներ եւ մահ։ Շատ լավ։ Մետաբոլիկ սինդրոմի առաջացմանը ինչպիսի գործոններ են նպաստում եւ արդյոք կարող է մարդու առօրյայի սննդակարգը եւս ազդել։
Այո, սննդակարգը իհարկե կարող է ազդել եւ ասեմ, որ ըստ ստատիստիկ տվյալների այսօր երկրագնդի, որոշակի տվյալների, այսօր երկրագնդի 60% կանայք եւ 50% տղամարդիկ 30 տարեկանից բարձր ունեն ավելքաշ։ Ասեմ, որ ավելքաշը սա ուրեմն կարևոր նախապայմանն է մետաբոլիկ համախտանիշ առաջացնելը։ Ընդ որում ասեմ, որ այդքան վտանգավոր չի ինքը ավելքաշը, քան ճարպակալման տիպը, այսպես ասած, հա, կարող է, տեսեք մի օրինակ բերեմ, կարող է մարդը ունենալ շատ բավականին ավելքաշ, բայց նա չունենալ մետաբոլիկ համախտանիշ։ Եվ կարող է հակառակը, որպես թվերով այդպես մաքուր արտահայտված քաշը կարող է ավել չլինել, բայց նա կարող է արդեն ունենալ մետաբոլիկ խանգարումներ, որոնք իրան բերում են այդ մետաբոլիկ համախտանիշին, եթե արդեն չեն բերել։ Ուրեմն պատճառները, հիմնական պատճառները իհարկե ինչպես եւ մեծամասնության հիվանդությունների դեպքում դա գենետիկորեն դրա պայմանավորվածությունն է, այո, այս վերջերս ես հոդված կարդացի, որ կա այն մարդիկ, ովքեր գիրանում են, պարզվել է ամենամեծ պատճառներից մեկը, նրանց ադիպոցիտները, ճարպաբջիջները, գենետիկորեն այսպես ծրագրավորված են շատ ավելի մեծ քանակներ գլյուկոզա վերցնելու, հայտնի է, որ գլյուկոզայից են ճարպ առաջացնում, նրանց այդ գլյուկոզայի ընկալումը շատ ավելի մեծացած է, քան այն մարդկանց մոտ, ովքեր չունեն ավելքաշի հակումներ։ Եվ մենք տեսնում ենք, որ ժառանգական նախապայմանը շատ մեծ դեր է խաղում, բայց սա ամենևին չի նշանակում, որ անպայման, եթե մարդը ունի ժառանգական այդ նախատրամադրվածությունը, նա անպայման պետք է ունենա մետաբոլիկ համախտանիշ կամ անպայման այդ համախտանիշի ամենածանր հետևանքը շաքարային դիաբետ, ամենևին։ Եվ դուք շատ ճիշտ նշեցիք, որ մեր սննդակարգը եւ սխալ ապրելակերպը կարող են, այսպես ասած, աշխատացնել այդ մեր գեները, որոնք հենց որոնցով պայմանավորված են մեր այդ մետաբոլիկ խանգարումները։ Ասեմ, որ fast food-ը, այս ուրբանիզացիան, մեր հարմարավետ կյանքը, տեխնիկայով հագեցած, հա, որը մեզ թույլ է տալիս առանց տեղից շարժվելու գրեթե ամեն ինչ ունենալ։ Եվ մենք շատ այսօր հարմարավետ կյանքով ենք ապրում, կաբինետից մեքենա, մեքենայից կաբինետ, եւ սա բերել է հենց նրան, հանգեցրել է նա, ամբողջ օրը կոմպյուտերի մոտ ենք կամ նստակյաց կաբինետներում, սա հանգեցրել է նա եւ արագ սնունդ է, որ ժամանակ չծախսենք, հա, պատրաստի կա։ Սա այս ամենը բերել է այդ մետաբոլիկ համախտանիշի, որը կոչվում է 20 եւ 21-րդ դարերի պանդեմիա, այսինքն սարսափելի էպիդեմիա, որը բռնկվել է ամբողջ աշխարհում։ Շատ լավ, այսպիսի մի հարց, արդյոք կա որևէ մեթոդ, որի միջոցով տան պայմաններում մարդը կարող է ինքն իրեն ախտորոշել, արդյոք ունի մետաբոլիկ սինդրոմ, թե ոչ, թե անպայման պետքա դիմի բժշկին։ Իմիջիալոց ասեմ, սա շատ արդիական հարց եք տալիս եւ շատերին է սա հետաքրքրում, հայտնի է, որ մեր մարդիկ այդքան էլ չեն սիրում գնալ բժշկի, ինչպես ասած, մինչեւ դանակը ոսկորին չհասնի, այս պարագայում, չգիտեմ, դա կուրախացնի թե չէ, ինչ որ չափով հնարավոր է կասկածել, որ քո մոտ կա այս համախտանիշը։ Քանի որ ես ասեցի, որ կարող է լինել ավելքաշ, բայց չլինել մետաբոլիկ համախտանիշ, ուրեմն կարևորագույն ցուցանիշներն են այստեղ, ուրեմն ճարպակալման աստիճանը կա մի ցուցանիշ, որը կոչվում է մարմնի զանգվածի գործակից, հա, բայց այս ցուցանիշը նա ոչ լիարժեք է ցույց, այսինքն բոլորովին չի ցույց տալի մարդը ունի մետաբոլիկ համախտանիշ, թե չէ։ Նա կարող է ցույց տալ մարդը ունի ճարպակալում կամ ավելքաշ, հա, որը գիտեք, քաշի եւ հասակի համադրությունն է այդ ֆորմուլան։ Բայց ավելի ճիշտ կարող ենք մենք իմանալ այսպիսի մի ցուցանիշով, որը կոչվում է ուրեմն գոտկատեղի եւ գործակիցը ապխվատալի կախվատու բյոձեր, կներեք, ես մեկը չկարողացա հայերեն ասել, ազրերի, այո, ուրեմն գոտկատեղի այդ ցուցանիշը, եթե մենք բաժանում ենք ազրերի ցուցանիշին, եթե այդ գործակիցը 0.7-ից ավել է,
ուրեմն մարդը արդեն այդ ճանապարհին է մետաբոլիկ համախտանիշի։ Սկսվող մետաբոլիկ Այո, համախտանիշ։ տեսեք, ինչու՞մ է կայանում իմաստը, հա։ Ուրեմն կան շատ կոնկրետ ցուցանիշներ։ Եթե կնոջ գոտկատեղը 80 սանտիմետրից ավել է եւ տղամարդու գոտկատեղը 94 սանտիմետրից ավել է, ուրեմն այս մարդիկ եւ իհարկե հաշվի են առնում նաեւ այն նախորդ ցուցանիշը, որի մասին ես ասեցի, ուրեմն մարդիկ արդեն պետք է զգուշանան, այսինքն սանտիմետրի օգնությամբ մարդը արդեն կարող է իր մոտ կասկածել այս ցուցանիշը իրեն ուգրաժայիտ, հա, վտանգ է ներկայացնում իր համար, թե դեռ ոչ, բայց իհարկե մետաբոլիկ համախտանիշ այս դիագնոզը դնելու համար պետք է այդ աբդոմինալ ճարպակալումը, այդ վիսցերալ կամ աբդոմինալ ճարպակալումը կամ ժողովուրդը գիտի խնձորատիպ ճարպակալումը, հա, կամ անդրոիդ կառուցվածքը ճարպակալումը, այսինքն տղամարդու տիպի ճարպակալումը, կենտրոնական ճարպակալումը, վիսցերալ, որը պատում է ներքին օրգանները, այդ ճարպն է վտանգ իրենից ներկայացնում եւ նա հանդիսանում է էնդոկրին օրգան, բացասական էնդոկրին օրգան, որը արտադրում է շատ այսպես ռուսերեն պրովասպալիցին, պրոբորբոքային ցիտոկիններ, հա, սրանք հորմոններ են, կարելի է համարել նրանց հորմոն, որովհետև նրանք առաջացնում են շատ բացասական փոփոխություններ, այդ թվում գեներալիզացված բորբոքում օրգանիզմի եւ ճարպակալումը կոչվում է գեներալիզացված բորբոքում օրգանիզմի, անգամ կան այդպիսի թեորիաներ, որ դա կարող է լինել ինֆեկցիոն վիրուսային բնույթի ճարպակալում, այսպես կան այդպիսի տեսակետներ։ Եվ առաջանում է բորբոքում, այդ թվում նաև անոթների բորբոքում, անոթների ներսի պատի, այո, ներքին պատերի բորբոքում, որը հենց սա է ամենամեծ վտանգը ներկայացնում մարդու կյանքի եւ առողջության համար, քանի որ բորբոքված անոթները խախտված ճարպային նյութափոխանակության պայմաններում, այսինքն դիսլիպիդեմիայի պայմաններում, ատերոգեն ֆակտոր է իրանից ներկայացնում, ինչը մենք գիտենք հենց բուն պատճառն է, ուրեմն սիրտ-անոթային կատաստրոֆաների։ Եվ որպիսի մետաբոլիկ համախտանիշը ուրեմն դիագնոզել, պետք է անպայման գոնե 3 նախապայման, ուրեմն աբդոմինալ ճարպակալումը, վիսցերալ որ ասեցի, հա, փորի շրջանում կամ անդրոիդ տղամարդու տիպի եւ մի քանի չափանիշներից գոնե 2-ը, դա գոնե դիսլիպիդեմիան, գլյուկոզայի խանգարումը 6.1-ից ավել, եթե գլյուկոզան է, սա արդեն համարվում է խանգարում։ Դիսլիպիդեմիան, գլյուկոզան, արտերիալ հիպերտենզիան եւ ճարպակալումը իրար հետ կազմում են այս մահացու սմերձելնի կվարտետ, մահացու կվարտետը, այո, քարյակը։ Եվ ներկայանում են մետաբոլիկ համախտանիշ, որը մեր օրերի ամենամեծ, այսպես բիչն է, հա, մեր օրերի ամենամեծ վտանգներից մեկն է, ընդ որում ասեմ, քանի որ այդ պաթոգենեզը սկսվում է ինսուլին ռեզիստենտնես, այսպիսի մի երևույթից, որը առաջանում է նաև սխալ սնվելուց անընդհատ հիպերգլիկեմիայի պատճառով հիպերինսուլինիզմ առաջացնելու եւ արդեն հյուսվածքների անզգայությունը ինսուլինի հանդեպ։ Ասեմ, որ ինսուլինը աճեցնող հորմոն է, նա աճեցնում է ճարպային հյուսվածքը, նա աճեցնում է մկանային հյուսվածքը, բայց նաև նա աճեցնում է քաղցկեղային, նա ամեն ինչը աճեցնում է։ Եվ դրա համար շաքարային դիաբետով հիվանդ մարդիկ, մետաբոլիկ համախտանիշ ունեցող մարդիկ, այսինքն այս երկու վիճակների էտիոլոգիչեսկի ֆակտոր, այսինքն պատճառը մեկն է, ինսուլին ռեզիստենտնես եւ որպես կոմպենսացիա հիպերինսուլինեմիա, այսինքն շատ քանակի ինսուլին։ Սրանց մոտ այս կատեգորիայի մարդկանց մոտ 5, 6, 8 տարբեր տեղեր, տարբեր թվեր է բերվում, ավել անգամ ռիսկը մեծանում է քաղցկեղի։ Այս այլ է մեծ վտանգներից մեկը։ Եվ նման կանայք, նրանց մոտ ռիսկը կրծքի քաղցկեղի, հա, ուրիշ օրգանների, հաստաղու քաղցկեղի, հա, շատ ավելի բարձր է, քան այն կանանց մոտ, ովքեր չունեն այդ ինսուլինի հետ կապված խնդիրները, որի մասին խոսեցինք։
Շատ լավ, այսպիսի մի հարց ինձանից, այդ պարագայում, որ ասում ենք հնարավոր է, հա, տան պայմաններում չափեն եւ պատկերացում ունենան սկսվողա, թե արդեն ունեն մետաբոլիկ սինդրոմ։ Այդ պարագայում որքանով է ակտուալ, չէ՞ որ հայ ժողովրդի մոտ կա այն հասկացողությունը, շատ են սիրում ինքնաբուժությամբ զբաղվել։ Արդյոք կարելի է օրինակ ինտերնետի հարթակից, ինտերնետային հարթակից ինչ-որ ինֆորմացիա վերցնել եւ ինքնաբուժությամբ, այսպես ասած, զբաղվել։ Տեսեք, որպես բժիշկ ես սկզբունքորեն դեմ եմ ինքնաբուժությանը, անգամ եթե ինչ-որ տեղ դա ինչ-որ չափով որոշակի կրթական մակարդակ ունեցող, իդեպ ասեմ, որ կան շատ մարդիկ իմ պացիենտներից, ես ուղղակի ապշած եմ լինում նրանց տեղեկացված լինելուց, հա, դա գալիս է նրանց, որ նրանք շատ կրթված են, ընդհանուր նրանց կրուգազորը շատ լայն է եւ նրանք կարողանում են ունենալ ճիշտ դոստուպ ճիշտ ինֆորմացիայի։ Այսպիսի բացառիկ դեպքերում միգուցե այդ մարդիկ կարողանան, բայց ես միևնույնն է սկզբունքորեն դեմ եմ որևիցե ինքնաբուժման, հետևաբար, քանի որ մետաբոլիկ համախտանիշը ոչ միայն ուղղակի ավելքաշ է, որ կարելի է միգուցե եւ ճիշտ սննդակարգով վերացնել, այլ նաեւ դա լուրջ փոփոխություններ են օրգանիզմի, պաթոլոգիկ փոփոխություններ, որոնք պահանջում են այնուամենայնիվ բուժման, դեղորայքային բուժման, եւ ես հույս ունեմ, որ մենք ապրում ենք քաղաքակիրթ երկրում, հա, զարգացած կամ գոնե զարգացող երկրում, եւ պետք է որպես սկզբունք, ինչպես բոլոր զարգացած աշխարհում է, ուղղակի բնակչությունը իմանա եւ հասկանա, որպես սկզբունք, որ ինքնաբուժությունը անթույլատրելի է, այլապես պետք չեն բժիշկները, հա, դրա համար, որպեսզի մարդը ուզենա իսկապես կոմպլեքսային համալիր բուժում ստանա թե սննդակարգով, թե դեղորայքային միջամտությամբ, իդեպ ասեմ, որ դեղորայքայինը շատ կարևոր է, ուրեմն սա անպայման պետք է անի բժիշկը միանշանակ եւ անհերքելի։ Պետք է գտնվի բժշկի հսկողության տակ պարտադիր։ Հարցեր ունենք, հարցերից մեկը հետևյալն է, բժշկուհին ասել է ինձ, որ ես ունեմ մենոպաուզալ մետաբոլիկ համախտանիշ։ Ինչ կարելի է անել մետաբոլիկ մենոպաուզալ համախտանիշի ժամանակ։ Ուրեմն նախ ասեմ, ինչ բան է մենոպաուզալ մետաբոլիկ համախտանիշը, սա նույն այն համախտանիշն է, որի մասին մենք խոսեցինք, այսինքն աբդոմինալ ճարպակալում, քանի որ մենոպաուզալ բնականաբար կանանց է վերաբերվում, ով չգիտի մենոպաուզան ինչ է, հա, ասեմ, որ դա դաշտանադադարն է։ Ուրեմն սա վերաբերվում է կանանց եւ այն նույն համախտանիշն է, որը նախորդ դեպքում ուղղակի այդ ամբողջ կասկադը պաթոգենետիկ, որ սկսվում է, առաջացնում է նրանց մոտ մենոպաուզան։ Եթե նախքան մենոպաուզա այս կինը չուներ այս համախտանիշը, նրա մոտ այսպես պուսկավոյ մեխանիզմ, սկզբնա, հա, այսպես հանդիսանում է մենոպաուզան, այսինքն դաշտանադադարը։ Ինչու՞, որտեղ դաշտանադադարը, մենք հիշում ենք, որ խոսեցինք նոր, որ ինսուլինարեզիստենտականությունն է, հա, գլխավոր, այսպես հիմնաքարը, այո, օղակը այս երևույթի։ Այ կլիմաքսը դաշտանադադարը ինքն իրենով ինսուլինարեզիստենտ վիճակ է։ Եվ հենց սա, քանի որ ձվարանների ֆունկցիան մարում է եւ էստրոգենները պակասում են օրգանիզմում, կնոջ մոտ կարող է սկսվել եւ հաճախ սկսվում է ճարպային հյուսվածքի լոկալիզացիայի փոփոխություն, պիրիռասպրիդիլենի, այսինքն ներքևի մասից, հա, կոնքազդրային շրջանից, կարծես թե ճարպը սկսում է տեղափոխվել արդեն աբդոմինալ հատված, այո, այդ հատվածը, եւ այս երևույթի հետ կապված նրա մոտ սկսվում է այդ նույն մետաբոլիկ համախտանիշը, որը որ չի տարբերվում ոչինչով նախորդից, հա, ուղղակի կոչվում է մենոպաուզալ, որտեղ սկսվել է մենոպաուզայից հետո։ Ինչ խորհուրդներ կտանք, ինչ կարելի է անել, հարցատուն դա է հարցնում։ Գիտեք ինչ, դա կախված է նրանից, թե ինչ աստիճանի խորության է, այսպես նաև չեմ ուզում եմ մյուս ծայրահեղության մեջ ընկնել, որ անպայման եկեք բժշկի մարդկանց մոտ այնպիսի տպավորություն է, որ բժիշկները ամբողջ օրը նստած երազում են, թե երբ պիտի գաք, հա, չէ, մենք ենք ձեզ պետք, մենք ենք պետք մարդկանց եւ մենք ի սրտե ուզում ենք իրանց օգնել։
հետևաբար եւ այսօրվա հաղորդումն է դրա համար նայած թե դա ինչ աստիճանի է, եթե դա շատ թեթև է արտահայտված, եթե չկա արտերիալ հիպերտենզիա, եթե չկա շատ մեծ ավելքաշ, եթե չկա գիպերգլիկեմիա, եթե չկա շատ ծայրահեղ դիսլիպիդեմիա, այսինքն խոլեստերինի այդ ֆրակցիաների խանգարում, եւ կինը բավականին ինտելեկտուալ է, կարողանում է մոտիվացիա գտնել, կարողանում է նպատակ դնել, նա կարող եմ ասել, որ տան պայմաններում ճիշտ սննդակարգով, ճիշտ սննդակարգ մշակելով, առողջ ապրելակերպով, ֆիզկուլտուրայի օգնությամբ, չգիտեմ, տրինաժորնի զալերի կամ քայլելու օգնությամբ եւ ճիշտ սննդակարգի նա կարող է այս հարցը կարգավորել, բայց իհարկե ես նորից որպես բժիշկ շատ ավելի քաղաքակիրթ մոտեցման կողմնակից եմ, որտեղ մենոպաուզալ մետաբոլիկ համախտանիշի ժամանակ ես մեր շատ սիրելի դուք եք իրան ճանաչում պրոֆեսոր Կալինչենկոն ինչպես ասում է, որ ես պատերազմող հորմոնոֆիլ եմ, հա, սիրում է հորմոնները, ես էլ եմ իսկապես շատ սիրում հորմոնները, որտեղ հորմոնները մեզ օգնում են գեղեցիկ լինել, կանացի լինել, երկարացնել մեր երիտասարդությունը եւ բոլոր դրա հետ կապված հաճելի կողմերը կյանքի եւ մենոպաուզալ մետաբոլիկ համախտանիշի ժամանակ նաեւ բացի այլ բուժման այն ցիպոչկաներից, որ կա սովորական, օղակներից կա սովորական մետաբոլիկ համախտանիշի ժամանակ, այստեղ նաև շատ ողջունելի է գարմոն փոխարինիչ թերապիան, այո, հորմոն փոխարինող թերապիան կանանց համար, որը կօգնի նրանց պահպանել, երկարացնել իրենց երիտասարդությունը, գեղեցկությունը, մաշկելավիճակը, մազերի շքեղությունը, դեմքի կոնտուրների, ուրվագծերը, այո, բոլորը գիտեմ, որ կլիմաքսից հետո այսպես ուրվագծերը արդեն կորցնում են իրենց հստակությունը։ Այդ ամենը շատ մեծ տխրություն է պատճառում կանանց եւ որպեսզի այդ կնճիռները, հա, կնճիռները մենք գիտենք մանավանդ այն ամենատհաճ վերևի շրթունքի բոլոր կանայք դա կիսետային այդ դա հորմոն կախյալ զոնա է, էստրոգեն կախյալ զոնա եւ եթե հանկարծ կինը չի անում այդ հորմոն փոխարինիչ թերապիան, դա սարսափելի ձևով է այդ արտահայտվում իր մոտ եւ տխուր վիճակ է ստացվում, ասեմ նաև մի բան եմ ուզում այստեղ ասել, եթե չկա մետաբոլիկ համախտանիշ եւ կինը ունենալով իհարկե նախորդ տարիներին, երիտասարդության տարիներին իդեալական քաշ, այսինքն չունենալով ոչ մի գրամ, ուրեմն կան հետազոտություններ, որոնք ասում են, որ այն ֆիզիոլոգիական քաշի ավելացումը, որ մեծամասամբ կանանց մոտ տեղի է ունենում դաշտանադադարից հետո 5-7 կիլոգրամի չափով ոչ ավել, իհարկե, եթե չկա, եթե դա գինոիդ ճարպակալման նման, այսինքն սա ճարպակալում էլ չի 5-7 կիլոգրամ, հա, ուղղակի մի փոքր քաշի ավելացումը միայն նպաստավոր պայմաններ է ստեղծում, դրական պայմաններ է ստեղծում կնոջ համար, քանի որ այդ ճարպային հյուսվածքը, որը ավելացավ, կարծես ինքը բնությունն է այդպես անում, որ երբ մարում են ձվարանները, ավելանում է մի փոքր ավել քաշ։ Այդ ճարպային հյուսվածքը վերցնում է իր վրա այդ էստրոգենների մատակարարման ֆունկցիան, որը կորցրեցին ձվարանները, հա? Եվ հետևաբար կինը պետք է հասկանա, եթե նա ունի լավ կառուցվածք, եթե նրա այդ գործակիցը, ուրեմն գոտկատեղի եւ ազդրային հատվածի այդ գործակիցը նորմայի սահմաններում է եւ նա չունի մետաբոլիկ համախտանիշ, այդ 5-ից 5-6-7 մաքսիմում կիլոգրամ քաշը, որը բոլորովին անգամ չի երևան դրա կառուցվածքի վրա, նրան կտան միայն օգուտ, հա, եւ ոչ վնաս։ Հետևաբար, բայց պետք է հետևել, որ ավելի շատանա եւ ինչ եմ մեկ էլ ուզում խորհուրդ տալ այն կանանց, որ անգամ ոչ թե հասել են արդեն մենոպաուզայի, այլ 40 տարեկանն են կլորել։ Այդ կանայք պետք է հասկանան, ես շատ ունենում եմ պացիենտներ, որ գալիս են, իրենց ամենաշատը անհանգստացնում է ոչ թե բուքաշի ավելացում, այլ նրանք վախենում են, ասում են, ես նույն ձևով եմ սնվում, բոլորովին փոփոխություն չկա իմ ռացիոնի մեջ, բայց ես սկսել եմ գիրանալ։ Նրանք վախենում են մտածելով, որ չգիտես ինչ է եղել։ Ուղղակի պետք է հասկանալ, որ մեր
մետաբոլիզմի մակարդակը շատ ընկնում է 40 տարեկանից հետո։ Ինչ բան է մետաբոլիզմը, հա, հիմնական մետաբոլիզմը, այսինքն դա այն էներգիայի քանակն է, կալորիաների քանակը, որ օրգանիզմը ծախսում է ինքն իր վրա, ինքը իրեն իր ֆիզիոլոգիական ֆունկցիաները ապահովելու վրա։ Սա եթե երիտասարդների մոտ շատ բարձր է, սա ընկնում է տարիքի հետ, այսինքն օրգանիզմը ինքն իր վրա ծախսում է քիչ, հետևաբար դուք պիտի հասկանաք, որ նախորդ ռացիոնով մնալ չի լինի, այլապես քաշը կավալյանը, այսինքն նախորդ ռացիոնը պետք է պակասեցնել։ Եվ եթե ես չեմ սխալվում թվերի մեջ, յուրաքանչյուր 10 տարին 40 տարեկանից սկսած 10%-ով իջեցնել կալորիականությունը։ Այսինքն պետք է իջեցնել, որպեսզի մնալ նույն քաշի մեջ։ Շատ լավ, շնորհակալ եմ պատասխանելու համար, այսպեսի մի հարց ունենք։ Մետաբոլիկ համախտանիշը արդյոք կարող է ինչ-որ կերպ ազդի կնոջ վերարտադրողական ֆունկցիայի վրա։ Միանշանակ։ Եթե սա երիտասարդ աղջիկ է, ուրեմն մետաբոլիկ համախտանիշը կախված է, այսինքն երիտասարդ աղջիկ ասելով, եթե վերարտադրողական ֆունկցիայի մասին ենք խոսում, ուրեմն այդ շրջանի մասին է։ Ուրեմն սա շատ սերտորեն կապված է ձվարանների պոլիկիստոզի հետ։ Երևի շատերը գիտեն դա ինչ է, երբ որ եթե կարող եք երկու բառով ասեք, սա հղիանալու համար, հա, պտղատու լինելու համար, եթե կարելի այդպես ասել, ամեն ամիս կնոջ մոտ զարգանում է ձվաբջիջ, հա, որը օվուլյացիայի է ենթարկվում, այսինքն պատյանը պայթում է, ձվաբջիջը դուրս է գալի եւ սա արդեն տալիս է հնարավորություն հանդիպել տղամարդու սպերմատոզոիդի հետ եւ հղիանալ։ Ինչ բան է պոլիկիստոզը, երբ այդ ձվաբջիջը զարգանում է ամեն ամիս, բայց օվուլյացիա տեղի չի ունենում եւ այսպես խաղողի ողկույզի նման այսպես պոլիկիստոզ, սա ծանր դեպքն է երևի, կարծում եմ այսօր շատերը չպիտի հասցնեն այդ վիճակի, այո, արդեն մազակալում կարող է լինել կանանց մոտ, հա, կարող է մազերի թափվել, նկատվի մազաթափություն, ինչի, որտեղ այս պայմաններում հիպերանդրոգենիա է զարգանում կանանց մոտ, այսինքն տեստոստերոնի բացարձակ կամ հարաբերական ավելցուկ եւ նրանց մոտ սկսում է տղամարդու տիպի փոփոխություններ առաջանալ, աբդոմինալ ճարպակալում, կենտրոնական տիպի տղամարդու տիպի մազակալում այն մասերում, որտեղ պետք չի, այո, ոչ բնորոշ կնոջ եւ գլխի մազերի նոսրացում, թափում, յուղոտ մաշկ, ակնեներ դեմքի վրա, հա, եւ այս խնդրեմը իհարկե դաշտանի խանգարման հետ է կապված եւ ուրեմն շատ սերտորեն, ընդ որում ուզում եմ նշել, որ այս երևույթը կարող է լինել եւ հաճախ լինում է այն աղջիկների, որ առաջի հայացքից չես պատկերացնի, որ նրանք ունեն անգամ ավել քաշ, բայց երբ արդեն բժիշկը իր մուտաճկով դա տեսնում է, նա տեսնում է, որ այդ գոտկա ազդրային հարաբերությունն է խախտված, հա, ուրեմն կան թեպետ ավել քաշ ավել չկա, բայց նա ունի կարծես թե փոր աբդոմինալ այսպես եւ ուրեմն լաբորատոր հետազոտությունները պատվիրժդают հաստատում են ուրեմն բժշկի կասկածները եւ եթե ժամանակին աղջիկը սկսում է կամ կինը սկսում է բուժվել, ուրեմն շատ լավ իհարկե ստեղ անպայման նաեւ անհրաժեշտ է սննդակարգը, որը շատ օգնում է, ուրեմն այդ ավել ճարպային հյուսվածքը հեռացնել եւ ուրեմն ազատվել այս խնդիրից։ Կան ինչ-որ որևէ մթերք, օրինակ, որը խորհուրդ կտակ, որպեսզի օգտագործեն, որը նպաստում է լավացմանը։ Տեսեք, եթե մենք խոսում ենք մետաբոլիկ համախտանիշի մասին, եթե մենք հասկանում ենք նրա բուն, այդ հիմնակարը, այդ ինսուլինը ռեզիստենտնեսը, ու եթե մենք հասկանում ենք, որ նա առաջացել է անընդհատ ենթաստամոքսային գեղձը գլյուկոզայով գրգռելու պատճառով, մենք պետք է հասկանանք, որ որպիսի նախ բուժում է պետք անպայման, կան դեղորայքներ, որոնք իջեցնում են այդ ինսուլինի ռեզիստենտնեսը, հա, որոնք կանխում են լյարդում այդպիսի մարդկանց շատ մեծ քանակի գլյուկոզա, շաքար է, ուղղակի սեփական լյարդը արտադրում է շաքար, եւ սա նույնպես անընդհատ անգամ մարդը քաղցած է, բայց նրա ենթաստամոքսային գեղձը անընդհատ շաքարով գրգռվում է։
Դրա համար կան դեղորայք, որոնք կանխում են այդ process-ը, եւ պետք է հասկանալ, որ պետք է զգուշանալ շաքարից եւ այն մթերքներից, որոնք պարունակում են այդ շաքարը։ Եվ կա այսպիսի մի ցուցանիշ մթերքների գնահատման մեջ, որը կոչվում է գլիկեմիկ ինդեքս, գլիկեմիկ ցուցանիշ, հա։ Սա ցույց է տալի, թե ինչքանով մթերքը ինչ արագությամբ է բարձրացնում արյան շաքարը եւ ինչքանով։ Եվ հետեւաբար, եթե մենք այս վիճակում, այս պաթոլոգիկ վիճակում զգուշանանք այդ բարձր գլիկեմիկ ինդեքսով մթերքներից, հա, որոնք են ամենաառաջինը, հա, դա քաղցր հեղուկներն են։ Ընդ որում շատ մեծ, այսքան խոսում են բժիշկները, բայց նորից մարդկանց մեջ շարունակում է մնալ այն միֆը, որ թարմ քամված բնական հյութերը մրգային, սրանք շատ օգտակար են։ Ոչ մի տարբեր այս առումով, այս գլիկեմիկ ինդեքսի առումով ոչ մի տարբերություն չկա բնական ձեր ձեռքով պատրաստված հյութի մրգային եւ խանութի հյութի կամ լիմոնադի մեջ։ Սա պետք է հասկանալ։ Միգուցե այդ հյութի մեջ կան ինչ-որ վիտամիններ մրգից, նրանց մեջ չկան, բայց վիտամինները մեզ ոչինչով չեն օգնի, քանի դեռ կա այդ թշնամին շաքարը։ Ասեմ ավելին, մրգային հյութերի մեջ կա ֆրուկտոզա, որը շատ վտանգավոր նյութ է լյարդի համար։ Ընդ որում այստեղ եմ ուզում օգտակար լինեմ, հա, մեզ լսողներին։ Ցեք սուպերմարկետներում կան դիաբետիկների բաժիններ, հա, ես ուղղակի խնդրում եմ իմ բոլոր լսողներին ու պացիենտներին, մի օգտվեք այդ բաժիններից։ Եթե դուք շատ եք ուզում որևիցե քաղցրավենիք, ուղղակի սովորական քաղցրավենիք կերեք, սովորական շաքարով։ Ֆրուկտոզան շատ ավելի վտանգավոր է լյարդի համար, այդ բոլոր նյութերը ֆրուկտոզայով են այդ դիաբետ բաժիններում։ Ֆրուկտոզան շատ ավելի վտանգավոր է լյարդի համար, քան գլյուկոզան, սա առաջինը։ Երկրորդը, երբ մարդը ուտում է ֆրուկտոզա, ներողություն, ֆրուկտոզան, որպեսզի վերջում նա նորից գլյուկոզա է դառնում, բայց մինչև նա դառնում է գլյուկոզա, այսպիսի մի ցուցանիշ կա, երբ քո բերանի խոռոճում գտնվող ռեցեպտորները ընկալում են քաղցր համ, քո ուղեղը միանգամից սպասում է գլյուկոզա, որտեղ ուղեղը մեր սնվում է միայն գլյուկոզա, ուրիշ ոչ մի բանով։ Նա սպասում է գլյուկոզա, այդ շուտապույտ գլյուկոզան երբ չի գալի, կարծես թե այսպես սովորական լեզվով ասեմ, հա, կարծես թե ուղեղը կատաղում է եւ ել ավելի գերուժով է պահանջում։ Եվ այն մարդիկ, ովքեր օգտագործում են ֆրուկտոզա եւ աստված ոչանի ուրիշ շաքարի փոխարինիչներ, որոնք ավելի վատ են, ասպարտամի տիպի, հա, փոխարինիչները, նրանք հետո պարտադիր անպայման շաքար կուտեն, արդեն գլյուկոզա պարունակող ինչ-որ բան, որտեղ ցանկությունը ել ավելի է շատանում։ Եվ ֆրուկտոզան բերում է ճարպային նյութափոխանակության խանգարման։ Սա է շատ վտանգավոր, հայտնի է, որ մետաբոլիկ համախտանիշով մարդկանց մոտ այս համախտանիշի մեջ կարող է մտնել շաքարային դիաբետը երկրորդ տիպի կամ մարդը կարող է ունենալ մետաբոլիկ համախտանիշ, բայց դեռ չունենալ շաքարային դիաբետ։ Տարբերություն չկա։ Այս պայմաններում իմ մտքի թելը կորավ, ես ինչ էի ուզում ասել, ճիշտ ասած։ Հա, ամենավտանգավորն է այս պայմաններում ճարպային նյութափոխանակության խանգարումը, դիսլիպիդեմիան, այսինքն վատ ճարպերի ավելացումը եւ լավ ճարպերի պակասեցումը, եւ ֆրուկտոզան բերում է հենց սրան, որի դեմ մենք պիտի պայքարենք, բայց ֆրուկտոզան բերում է սա։ Հետևաբար, եթե դուք շատ եք ուզում ինչ-որ քաղցր բան ուտել, ավելի լավ է դուք ուտեք սովորական քաղցրավենիք, քան թե դիաբետ բաժնի այդ ֆրուկտոզայով կամ ուրիշ փոխարինիչներով պատրաստված։ Միակ լավ փոխարինիչը դա ստևիան է, որը օգտակար է առողջության համար եւ չի առաջացնում այն երևույթները, որի մասին ես ասեցի, դա ստևիազիդն է կամ ստևիա, որը բնական բույս է, շատ քաղցր, շաքարից 10 անգամ ավելի քաղցր է, թե 100 անգամ։ Եթե մարդը օգտագործում է 1 թեյիկ թալ շաքար, նա պետք է ուրեմն օգտագործի այսպես ուղղակի աղի նման վերցնի ստևիան, որպեսզի մի պտղունց, հա, սարսափելի քաղցր է եւ եթե մի փոքր ուրեմն անցնում է չափն, արդեն դառնա լինում։ Եթե կգտնեք այս փոխարինիչով քաղցրավենիքներ, ես երկու ձեռքով կողմ եմ, բայց մնացած դեպքերում իհարկե պետք է խուսափել։
Մենք հարց ունենք, ովքեր արդեն ունեն մետաբոլիկ սինդրոմ, հետագայում իրենց մոտ անպայման պետք է շաքարային դիաբետ դրսևորվի, թե դա պարտադիր պայման չէ, կարծում եմ պատասխանեցիք։ Եթե ավելացնելու բան չունեք, մյուս հարցին։ Ինձ թվում է ես չեմ պատասխանել դրան, որտեղ խոսացիք։ Մարդիկ կարող է ունենան մետաբոլիկ համախտանիշ, այսինքն ինսուլինը ռեզիստենտնես եւ դրա հետևանքով ինսուլինի մեծ քանակներ, բայց ինչով է տարբերվում մետաբոլիկ համախտանիշը եւ շաքարային դիաբետը։ Շաքարային դիաբետը երկրորդ տիպի, դա մեծ քանակի ինսուլինի պայմաններում այնուամենայնիվ ինսուլինի դեֆիցիտ։ Այսինքն, ինչքան էլ որ շատ է ինսուլինը, միևնույնն է ինքը բավարար քանակի չի, որպեսզի արյան շաքարը բավարար չափով իջացնի։ Այսինքն, պարզ է, չէ, ինսուլինը շատ է, բայց այնուամենայնիվ քիչա չի կարողանում, չի բավարարում։ Այսինքն, շաքարային դիաբետը դա այնուամենայնիվ ինսուլինի անբավարարություն է։ Սա չի նշանակում, որ նրանց ինսուլին է պետք, ոչ, ամենևին։ Հակառակը, նրանք պետք է խմեն հատուկ դեղորայք, որը իջեցնում է իրենց ինսուլինի քանակը եւ դրանով դարձնում է այդ ինսուլինը աշխատող, այսինքն որակը լավացնում է ինսուլինի։ Եվ կարող է լինել մարդ, որը ունենա մետաբոլիկ համախտանիշ, բայց եթե նրա մոտ գենետիկորեն ժառանգական չունի այդ նախադրամադրվածությունը, այնուամենայնիվ, եթե ենթաստամոքսային գեղձը կարողանա համաչափ քանակով արտադրել ինսուլին, նրանք կարող է դառնան 300 կիլոգրամ, այդքան չաղանան, բայց նրանց մոտ շաքարային դիաբետ չզարգանա։ Իհարկե սա շատ հազվադեպ է լինում, շատ ճնշող մեծամասնության դեպքերում իհարկե շաքարային դիաբետը առաջանում է, թե մարդը չհետևի եւ շարունակի քաշը ավելացնել եւ չհետևի սննդակարգին եւ նստակյաց կյանք վարի։ Շատ լավ։ Այսպեսի մի հարց գրել է հարցատուն, ինձ հետաքրքիր է, մետաբոլիկ համախտանիշը ավելի շատ կանանց մոտ է հանդիպում, թե տղամարդկանց կամ ընդհանրապես կա սեռային գործոնի ազդեցություն։ Ես ավելացնեմ նաև տարիքային ինչ-որ գործոն կա։ Ես ասեցի ամենասկզբում, որ երկրագնդի ուրեմն 60% կանայք եւ 50% տղամարդիկ 30 տարիքը անց ունեն ավել քաշ, որը նրանց բերում է ուրեմն այս համախտանիշի, հետևաբար շատ քիչ է տարբերությունը, այնպես որ կարելի ասել, թե համարյա թե հավասար են, տարիքային մետաբոլիկ համախտանիշի մասին էր հարցը, թե շաքարային դիաբետի։ Հա, մետաբոլիկ համախտանիշի մասին այսպես սեռային տարբերություն չկա, տարիքային բնականաբար կա, քանի որ հենց որ կանանց մոտ եթե կա մենոպաուզա, այսինքն այն կանայք էլ են միանում այդ մեծ զորքին, մենոպաուզայի ժամանակ, հա, նրանք էլ են ավելանում, բնականաբար տարիքի հետ իհարկե ավելի մեծ տարիքային խմբում ավելի շատ է, քան երիտասարդ, չնայած երիտասարդների մոտ եւս սա հանդիպում է։ Իսկ վնասակարությունը որ սեռի մոտ է ավելի շատ հանդիպում։ Ուրեմն, տեսեք, այստեղ շատ միֆեր կան, որ արդեն գիտությունը վաղուց հերկել է այդ միֆերը, բայց կարծես թե սրանք շարունակում են դեռուն իրենց կյանքը, թե ընդհանուր, հա, ժողովրդի մոտ, թե շատ զարմանալի է նաև որոշ բժիշկների մոտ էլ, հա, շատերից ես դեռ շարունակում եմ լսել, դե որ տղամարդիկ ավելի մեծ վտանգի տակ են ինֆարկտների եւ ինսուլտների առումով, քան կանայք, որովհետև տղամարդկանց տեստոստերոն հորմոնը նպաստում է այդ վիճակին։ Ուրեմն արդեն պարզել է գիտությունը, ապացուցել է, որ հակառակը տեստոստերոնի պակասն է բերում տղամարդկանց ինֆարկտների եւ ինսուլտների։ Եվ հենց այս մետաբոլիկ համախտանիշի ժամանակ, երբ տղամարդու փորը աճում է, նրա փորին հակառակ համեմատական իջնում է տեստոստերոնը։ Ուրեմն ինչքան մեծ է տղամարդու փորը, այդքան ցածր է նրա տեստոստերոնը եւ հետեւաբար այս մետաբոլիկ համախտանիշի բուժման կարևորագույն շղթաներից մեկն է տեստոստերոն զամիստիցիլնի թերապիան, հա, տեստոստերոն փոխարինիչ թերապիան, որը օգնում է թե ավել քաշի այս մետաբոլիկ համախտանիշի ժամանակ, թե շաքարային դիաբետի ժամանակ գլիկեմիկ պրոֆիլը լավացնելու համար, հա, ապացուցված տեստոստերոն փոխարինիչ թերապիան
օգնում է տղամարդկանց եւ նիհարել շատ լավ, եւ ուրեմն գլիկեմիկ իրանց պրոֆիլը լավացնել, շաքարի մակարդակը, հա, իջեցնել, եւ նիհարել եւ ընդհանուր սիրտանոթային համակարգը պաշտպանում է իրենց հորմոնը, ոչ թե խանգարում։ Եվ ինչու հետեւաբար վտանգների առումով ոչ մի տարբերություն չկա, հա, բացարձակ ոչ մի տարբերություն չկա, կանանց մոտ պարզապես կլիմակտերիկ շրջանում շատ ավելի վտանգները մեծանում են սիրտանոթային կատաստրոֆաների, քանի որ նրանց մոտ պակասում են էստրոգենները, որոնք ուրեմն կարդիոպրոտեկտորներ են, վազոպրոտեկտորներ են, այսինքն անոթների համար են դրական ֆունկցիա կատարում, ամեն ինչի պրոտեկտորներ են էստրոգենները, հա, այսինքն կնոջ համար դրանք մի անփոխարինելի նյութեր են։ Եվ կլիմակտերիկ շրջանից, եթե լսել եք երբևէ ցանկացած մարդ, ինֆարկտ կամ ինսուլտ կնոջը շատ հազվադեպ է, որ երիտասարդ կնոջ մոտ է լինում, հիմնականում լինում է կլիմակտերիկ կանանց մոտ, այսինքն սա էստրոգենների պակասի, նաև էստրոգենների պակասի հետևանքով է։ Հետևաբար տեստոստերոնը տղամարդկանց մոտ կարող է շատ մեծ, ուրեմն խթանիչ դեր խաղալ նրանց քաշի նվազեցման եւ գլիկեմիկ պրոֆիլի լավացման։ Այսպիսի մի հարց, վիտամին D-ի հետ է կապված, վիտամին D-ն կարող է օգնել բուժման մեջ։ Եվ առհասարակ դա հարցատուի հարցն է, ես հարց տամ դա պատասխանենք հետո այս հարցին։ Վիտամին D-ի օրինակ պակասը, անբավարարությունը կարող է նպաստել մետաբոլիկ սինդրոմի զարգացմանը։ Ուրեմն ասեմ, որ ապացուցված է, որ վիտամին D-ի քրոնիկ անբավարարությունը կարող է լինել անկախ, ոնց որ ասում են պրեդիկտոր, անկախ, այսինքն ուրիշ ոչ մի պատճառ չկա, միայն այս պատճառը վիտամին D-ի քրոնիկ անբավարարություն կարող է բերել քաշի ավելացման, ինսուլինը ռեզիստենտնեսի եւ մետաբոլիկ համախտանիշի։ Հետևաբար այսօր մարդիկ պիտի իմանան, որ չգիտեմ, ստատիստիկայով տված է 50% է երկրագնդի բնակչության գրականության մեջ, բայց ինձ դա զարմացնում է, որտեվ մեր պացիենտների յուրաքանչյուր բժիշկ դա կասի ով սկրինինգային անում է այդ, ես անում եմ բոլորի նախատիր նշանակում է վիտա, բոլորի մոտ է պակաս, չկա այդպիսի մարդ, որի մոտ նորմալ, այսինքն ես կարող եմ ասել 100%-ի մոտ վիտամին D-ն անբավարար է, եւ սա նաեւ կախված է նրա հետ, որ վիտամին D-ի նորմատիվները գիտության զարգացման հետ միասին փոխվել են։ Մարդիկ հիմա ծանոթ են հին նորմատիվներին։ Հին նորմատիվներով միգուցե կան մարդիկ, որոնց մոտ բավարար է վիտամին D-ն, բայց մենք գիտենք, որ վիտամին D-ն հիմա գորմոն է համարվում, նա վիտամին չի բոլորովին եւ բոլոր հորմոնի կրիտերիները ունի, չափանիշները։ Ուրեմն այն հին նորմատիվների իբր նորմալ լինելը բավական է միայն որպեսզի ոսկորներին ինչ որ չափով առողջություն ապահովել, հա, կալցիումի այդ մետաբոլիզմը, բայց որպեսզի նրա բոլոր հորմոնալ մեխանիզմները իրականացվեն, ինսուլին ռեզիստենտնեսից պաշտպանվենք, հա, անկալոգիայից պաշտպանվենք, նա մեզ պաշտպանում է քաղցկեղից, կրծքի քաղցկեղից, աղիների քաղցկեղից, որպեսզի մենք ապահովենք նրա բոլոր ֆունկցիաները, այդ հին նորմատիվների նորմաները բավարար չեն։ Այսօր տրված են շատ ավելի բարձր պահանջներ վիտամին D-ի արյան միջի պարունակող մակարդակի հանդեպ, հա, ոչ թե 30-ն է նորման, այ նորմալը սկսվում է 60-ից 70-ից ընդհուպ մինչև 100։ Եվ հայտնի է, որ վիտամին D-ն այսօր հրաշքներ է գործում ըստ գրականության տվյալների, հա, անգամ պսորիազի տիպի հիվանդությունը բուժվում է տոքսիկ դոզաներով, որը համարվում էր տոքսիկ, բայց փաստորեն նա տոքսիկ չի, բայց բուժում է այսի ծանրագույն հիվանդություններ։ Եվ որպես վերջաբան այսպիսի մի հարց, դուք մեր զրույցի ընթացքում նշեցիք երկու միֆ, դա վերաբերում է թարմ, հա, հյութերին համար եւ այո, կան արդյոք ուրիշ միֆեր, որը կարող եք մտաբերել։ Ուրեմն կա մի հատ միֆ, որի հետ ես ամեն օր առնչվում եմ եւ ես շատ նյարդայնանում եմ, որ մեր երկրում դեռ այդ բանը կա։ Չգիտեմ ինչքանով է սրա, այսինքն գիտեմ, առնչվում է անմիջապես, սա աղիքային միկրոբիոտայի պատմությունն է։ Ուրեմն աղիքային միկրոբիոտան այն աղիներում
ապրող մեր միկրոբները, մեր հարազատ, սիրելի, մեզ օգուտ տվող, մեզ համար շատ բիոակտիվ նյութեր այն նյութերը, որոնք մենք ուրիշ տեղից չենք ստանում, նրանք են մեր համար արտադրում։ Ուրեմն սա ամենամեծ օրգանն է մեր օրգանիզմին։ Տարբեր մարդկանց մոտ կազմում է 3-ից 5 կիլո եւ տարբեր տվյալներով ամեն օրգանիզմի բիոտոպը, այսինքն չգիտեմ այդ բառը ոնց բացատրեմ բիոտոպը, օրինակ մաշկը կամ աղիների մի հատվածը, հա, ամեն մեկը մի բիոտոպ է, պարունակում է 500-ից մինչև 5000 տեսակ, բայց քանակը ընդհանուր միլիարդներ ու տրիլիարդներ են։ Հիմա տեսեք, ինչ միֆեր կա ու դա պրակտիկայի մեջ է իրականանում այդ միֆը։ Մետաբոլիկ համախտանիշը կախված է այսպիսի մի երևույթի հետ, որը կոչվում է սինդրոմ избыточного бактериального роста։ Քանակային, այսինքն մանրեների գերաճ եւ աղիների որոշակի խանգարումներ։ Ընդ որում ասեմ, որ մետաբոլիկ համախտանիշի ժամանակ բարակ աղում դանդաղում է տրանսպորտիրովկան այդ պիշիվոյ մասաների եւ դրա հետևանքով ուրեմն սննդային նյութերի քանակը ներծծվող ավելի շատ է այս մարդկանց մոտ, քան սովորական մարդկանց մոտ։ Այսինքն մենք հասկանում ենք, որ նույն ձևով ուտելու պայմաններում մեկը շատ գիրանում է, մյուսը չի գիրանում, որտեղ նրա աղիքային միկրոբիոտան առողջ է, իսկ այս մեկինը առողջ չի։ Ուրեմն այն դիսբակտերիոզ կոչվածը այսպիսի բան գոյություն չունի ամբողջ աշխարհում։ Հա սա եղել է նախկին սովետական միության միայն տարածքում եւ հիմա էլ շարունակում է լինել։ Եվ ես ուղղակի մենք ասեցինք, որ մենք այս ամենը կազմակերպում ենք մարդկանց օգուտ տալու համար, պրակտիկորեն օգուտ տալու համար։ Ուրեմն մի հանձնեք կեղտը դիսբակտերիոզ անալիզ անելու համար։ Այսպիսի բան գոյություն չունի։ Եվ դիսբակտերիոզ չի այն, երբ որ ձեր աղիները ինչ որ դիսկոմֆորտ են ձեզ պատճառում։ Պետք է չի խմել ինչ-որ պրոբիոտիկներ։ Պրոբիոտիկները խմելու համար, որպեսզի նրանք մեզ օգուտ տան, նրանք պետք է լինեն հատուկ կիշեչնը ռաստվարիմը կապսուլաների մեջ, այսինքն որ այդ կապսուլան թթվային միջավայրով անցնի ստամոքսի, չլուծվի ստամոքսի մեջ, որտեղ ստամոքսի մեջ ցանկացած բակտերիա մահանում է։ Ստամոքսի մեջ ապրում է մենակ Helicobacter pylori, որ յազվա է առաջացնում։ Մնացած օգտակար բակտերիաները ստամոքսի ահռելի թթվային միջավայրում ոչնչանում են։ Դուք ինչքան ուզում եք կերեք, մածուն կամ չգիտեմ ինչ որ յոգուրտներ, նրանք մահանում են, չեն անցնում։ Այսինքն պետք է հասկանալ, որ իրականում աղիքային միկրոբիոտան լավացնելու համար եւ ես ասեմ, որ մեր աղիներին պետք է շատ մեծ հարգանքով վերաբերվել, որտեղ նրանք էլ են մեծ դեր խաղում մետաբոլիկ համախտանիշի մեջ։ Ուրեմն երբ որ խախտվում է աղիքային միկրոբիոտան, դա բերում է հենց գիրացման ու այդ համախտանիշին, մետաբոլիկ համախտանիշին, որpիսի մենք վերականգնենք մեր աղիները կոչվում են էնտերալ նյարդային համակարգ։ Պատկերացնում եք, այսինքն ուղեղի հետ է համեմատվում եւ շատ գիտնականներ անգամ վիճում են, որն է առաջին նյարդային համակարգը, ուղեղն է, թե առաջին աղիներն է, որտեղ շատ մարդկանց վարքը պայմանավորված է աղիներով։ Ուրեմն դեռ Մեչնիկովը, որը որ այս ամեն ինչը այս թեորիան, հա, աղիքային միկրոբիոտայի մասին զարգացրեց, բացահայտեց, նա դեռ պնդում էր, որ անգամ հոգեկան հիվանդությունները, կրոնական նախապատվությունները, անգամ այսպիսի բաները կախված են աղիքային միկրոբիոտայից, որpիսի մենք մեր երկրում, հա, ինչ եմ ասում մեր երկրում, դե արտասահմանում այսօր արվում է տրանսպլանտացիա կիշեչնե միկրոբիոտի, այսինքն աղիքային պարունակություն այդ բակտերիաները հիվանդ առողջ մարդուց պիրիսատ կայունարվում հիվանդին եւ հիվանդը լավանում է, հա, կարող մկների վրա էքսպերիմենտներ կան, չաղմկները նիհարում են, երբ որ նրանց նիհար սառոձիչներից վերցնում են միկրոբիոտան եւ աղիների մեջ են տեղափոխում։ Այսինքն սա ապագան է գիտության, որ գերմարդիկ ունեն այդպիսի հույս, որ կարող է այս մեթոդով բուժվել։ Արտասահմանյան երկրներում այս մեթոդիկան կիրառվում է, մեզ մոտ ոչ դեռ։ Դրա համար գոնե մի փոքր լավացնելու համար աղիքային միկրոբիոտան, ուրեմն պետք է օգտագործել մեծ քանակությամբ բջջանք։ Ուրեմն միայն բջջանք օգտագործելով, այսինքն կանանչի, բանջարեղեն, հա,
նյարդային համակարգում գլխուղեղի մեջ հիմա պարզվել եւ ապացուցվել է, որ նա 95% արտադրվում է աղիների մեջ, մեր բարեկամ բակտերիաների կողմից։ Եվ երբ մենք անտրամադիր ենք եւ չաղ ենք, այսպես ասած, մեզ պետք է ուտել ոչ թե շոկոլադ, որ համարվում էր, հա, այլ մեզ պետք է ուտել բջջանք։ Մենք պետք է այդ շոկոլադի քաղցրությունը փոխարինենք օրինակ գազարի քաղցրությունը, օրինակ բազուկի հում, իհարկե թարմի մասին է խոսքը, եւ ուրիշ բոլոր բանջարեղենով։ Հավատացեք, որ մի քանի վաղ օգտագործումից հետո մարդը անպայման կզգա թե իր տրամադրության վրա, թե իր քաշի վրա, եթե անառողջ սննդակարգից անցնի առողջ սննդակարգի, իսկ առողջ սննդակարգը առանց կոպիտ բջջանքի պատկերացնել հնարավոր չի, որտեղ առողջ սննդակարգի բաղադրիչ հիմնական բաղկացության մասը դա կոպիտ բջջանքն է։ Շատ լավ, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, մեր հետևորդներից եւս շնորհակալություն են հայտնում հետաքրքիր ինֆորմացիայի համար, շատ շնորհակալ եմ, որ այսօր հյուրընկալեցիք մեզ, հարգելի հետևորդներ, շնորհակալություն, որ մեզ հետ եք շուրջ 53 րոպե, ձեզ ցանկանում եմ հաճելի դրական լիցքերով հանգստյան օրեր, մենք կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ հետո, ցտեսություն։